Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները այս պարակային արդեն Արշակ արքեպիսկոպոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Մենք սիրելիներ մեր և մեր եկեղեցականած ուղերձներում, ինչպես նաև կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կարգած և կանոնած խախտմամբ գործողություններ կատարելու։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության մենք որպես հայրապետ հայոց եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին սիրելի հայորդիներ մենք կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրսիրությունը, որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմը մեր ժողովրդի կյանքի։